դեռ օգոստոսի 8-ից առաջ, քանիցս հայտարարում ենք, ասում ենք, որ հենց Միացյալ Նահանգների նախագահի միջամտությամբ հնարավորություն կունենանք Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, հետո երբ տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, մենք ողջունեցինք, մեր կուսակցությունը ողջունեց այդ համաձայնությունը, թե երկկողմ Միացյալ Նահանգների, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Միացյալ Նահանգների վկայությամբ, եւ դրանից հետո մենք լսել ենք տարատեսակ կեղծ եւ սուտ կանխատեսումներ, երբեմն այդ կանխատեսումներն այնպես էին արվում, կարծես թե իրենք հենց այնտեղ Վաշինգտոնում էին, գիտեին, թե ինչ պետք է գրվի, իսկ հիմնական խոսքը գնում էր նրա մասին, որ սա հերթական միջանցք է, սա էլ է միջանցք, ինչ տարբերություն օգոստոսի 8-ի եւ նոյեմբերի 9-րդ կետի, եւ փաստորեն 3 գիշերը ժամը 2-ին, այսինքն այսօր առավոտյան մեր ժամը 2-ի մեր ժամանակով մենք իմացանք, որ այդ բոլոր կասկածները հոդս ցնդեցին, փառատվեցին եւ հակառակը ավելի ինստիտուցիոնալ կերպով մենք տեսանք, որ թե ինչ ահռելի հնարավորություններ է բացում օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու համար։ Սա շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, թե Կապանում կարեւոր չէ։ Ինքը իր վրա զգալու է օգոստոսի 8-ի դրական հետևանքները։